Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մի քանի կարևոր հարց ունենք քննարկելու ուղիղ եթերում, վերջում կանդրադառնանք Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչը կարծում եմ չափազանց կարևոր է, մինչև դա մի շարք այլ կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ինչպես Իլհամ Ալիևը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպես ուղերձների մեջ կա նմանություն, այնպես էլ կա տարբերություն, կարծում եմ կարևոր է նաև դա հասկանալ, թե ինչ է ասում Ալիևը, ինչ է ասում Փաշինյանը, ինչի վրա է շեշտ դնում Ալիևը, ինչի վրա է շեշտ դնում Փաշինյանը։ Կքննարկենք նաև միջազգային հետաքրքիր հարցեր Իրանից, Ուկրաինայից, Պուտինը շատ տարօրինակ հայտարարություններ է անում, հաղթանակից է խոսում նոր շրջաններից, քաղաքներից, որ իբր գրավել է Ռուսաստանը, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականության, այդ մասին նույնպես կխոսենք։ Անպայման հիշեցնեմ սիրելի հայրենակիցներ լայքերի մասին, ամառը դիտումները շատ լուրջ ձևով նվազում են, ես տեսնում եմ, որ ոչ միայն իմ մոտ, այլ նաև շատ տեղերում YouTube-յան ընդհանուր դիտումները նվազել են, չնայած մեկ շաբաթ առաջ շատ լուրջ ցուցանիշներ կային դիտումների, բայց հիմա կարծես բոլորը արդեն պատրաստվում են ամռան հանգստի, դրա համար նվազում են դիտումները։ Այդ իսկ պատճառով հիշեցնում եմ լայքերի համար, դրանք իրոք չափազանց կարևոր են, հատկապես այս շրջանում։ Ուրեմն սկսենք Փաշինյանի հայտարարությունից, եւ Փաշինյանը Թրամփի ուշադրությունն է սևեռել հայ-ամերիկյան ռազմավարական համապարփակ գործընկերության ռազմավարական այդ հարաբերությունների կարևոր փաստաթղթի վրա, որ այսօրվա մեջ արդեն այդպիսի կարևոր փաստաթուղթ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, եւ այսօր գործնականում շատ բան է։ Գործնականում շատ անելիք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանը, հատկապես TPP շրջանում, խաղաղության շրջանակներում կարևոր, իրոք շատ կարևոր ուղերձ է։ Թրամփի ուշադրությունը փորձում է սևեռել, թե ինչպիսի խորը հարաբերություններ են հաստատվել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև իր օրոք, իր շնորհիվ, եւ որ կան մեծ շատ լուրջ ծրագրեր, որոնք որ պետք է իրագործվեն միասին։ Իհարկե խաղաղությունը եւս առանցքային նշանակություն ունի, բայց Ալիևը այլ ձևով է մոտեցել, այլ ձևի ուղերձ է հղել, մի փոքր տարբերվող, հասկանալով, որ Թրամփի եսասիրությունը շատ խորն է, ինքը մեկ-մեկ իրեն համեմատում է, չէ՞, նույնիսկ Աստծո հետ, Եգիպտոսից արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եգիպտոսի ֆարաոններն էին սիրում իրենց համեմատել գերագույն աստվածությունների հետ, հիմա Թրամփի մոտ հաշվի առնելով, որ այդպիսի նախասիրություններ կան, սա հասկանում է Իլհամ Ալիևը եւ նա ավելի շատ է փորձում մեծարել իր ուղերձում Դոնալդ Թրամփին, խոսում է այն մասին, որ Թրամփի նախաձեռնությամբ կայացավ պատմական եռակողմ հանդիպումը, որի արդյունքներում տարածաշրջանում խաղաղություն հաստատվեց, հիմա խաղաղ մթնոլորտ է տարածաշրջանում եւ այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը ապրում են խաղաղության մեջ, նույնիսկ ունեն առևտրային հարաբերություններ եւ այդ ամենը Թրամփի շնորհիվ։ Ես կարծում եմ պարզ է, թե Ալիևը ինչու այդպիսի ուղերձներ է հղում Դոնալդ Թրամփին, ճիշտ հասկանալով Թրամփի հոգեբանությունը։ Փաշինյանը նոր էր վերադարձել Իրանից եւ այդ ուղերձը հղեց։ Հետաքրքիր է, ես ասում եմ, եւ այդպես էլ կա, բնականաբար այստեղ մեծ ունակություններ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանաս, որ Իրանում հիմա բոլորը բղավում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին մահ, Իսրայելին մահ եւ հիմնական կարգախոսը դարձել է դա միլիոնավոր, նույնիսկ ասում են տասնյակ միլիոնավոր մարդիկ են դուրս եկել Ալի Համենեիին հրաժեշտ տալու եւ հիմնական կարգախոսը հենց դա է։ Դրանից բացի հիմա արդեն պարզվում է, որ նույնիսկ իրանցիներն են հաստատում, որ Իսրայելը մտադիր էր սպանել Իրանի արտգործ նախարարին եւ խորհրդարանի նախագահին, որոնք որ բանակցում էին Միացյալ Նահանգների հետ։ Հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում Իրանից նաեւ այն մասին, որ Իրանի արտաքին հետախուզությունը հիմա խոստանում է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից Ալի Համենեիի սպանության կապակցությամբ, ասում եմ մենք անպայման վրեժխնդիր ենք լինելու։ Այսինքն մենք պետք է
սպասենք ինչ որ գործողությունների Իրանի կողմից։ Այդ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ ինչպես Իրանի ժողովուրդը, այդպես էլ մարդիկ ամբողջ աշխարհում, ովքեր որ պայքարում են ազատության համար, սպասում են, որպեսզի վրեժը անպայման տեղի ունենա։ Իսկ Թրամփը կրկին խոսում է հաղթանակից, ասում է, որ մենք հիմա 5 օր տվեցինք Իրանին, որպեսզի նրանք կարողանան հրաժեշտ տալ իրենց հոգևոր առաջնորդին։ Իրանը շատ թույլ է, Իրանը պարտված է։ Ես չեմ ասում Իրանը հաղթանակ է տարել, բայց իրականությունը այն է, որ Միացյալ Նահանգները Թրամփի գլխավորությամբ չհասան այնպիսի արդյունքների, որոնք որ շատ-շատերը կանխատեսում էին, որոնք որ շատ-շատերը սպասում էին եւ կրկին ես չեմ կարող անդել թե Միացյալ Նահանգները պարտվել է, ինչպես ոմանք դա անում են, բայց նույն ժամանակ չեմ էլ կարող ասել թե Իրանը միանշանակ լուրջ պարտություն է կարել։ Իրանը ստիպված է գնալու զիջումների, հատկապես ատոմային ծրագրի շուրջ, այսինքն եթե նորմալ առողջ ձևով մտածեն եւ ես կարծում եմ, որ հիմա այդպես են մտածում, համենայն դեպս այդպես է երևում, բայց նույն ժամանակ այնպես չէ, որ Միացյալ Նահանգները կարողացան հասնել շատ ինչ որ լուրջ հաջողությունների։ Հորմուզի նեղուցը ոստացի զենքի վերածվեց Իրանի ձեռքում։ Այդ մասին է այսօր խոսել նույնիսկ Մեդվեդևը, որ Իրանը հիմա ունի ավելի մեծ զենք, քան ատոմային զենքը, եւ դա Հորմուզի նեղուցն է։ Սա է ընդհանուր առմամբ իրավիճակը Իրանի շուրջ։ Հիմա Եվրոպական խորհրդարանի հայտարարության մասին Թուրքիայի մասով։ Սա մեզ համար կարևոր է, որովհետև Թուրքիայով է անցնելու մեր հիմնական ճանապարհը դեպի Եվրամիություն։ Ճիշտ է, Վրաստանով նույնպես, բայց մենք ինչպես արդեն հասկանում ենք, համակային հիմնական ճանապարհը եւ կապը Եվրամիության հետ լինելու է Հայաստանի համար Թուրքիայով։ Եվ Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ ոչ մի բարեփոխում ցավոք սրտի Թուրքիան չի իրականացրել, չնայած որ տեխնացու երկիր է Եվրամիության եւ որևիցե առաջընթաց այդ ամենի մեջ չի նկատվել, այսինքն որևիցե գործողություն, որևիցե ռեֆորմ Թուրքիան չի իրականացրել։ Եվրոպական խորհրդարանը հստակ նշում է, որ Թուրքիան շատ կարևոր գործընկեր է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համար, բայց նույն ժամանակ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում օրենքի գերակայությունը հաստատել Թուրքիայում, հարգել մարդու իրավունքները եւ առաջընթաց գրանցել Եվրամիության անդամակցության հարցում։ Իրոք շատ լավ կլիներ, որ Թուրքիան լսեր այս խորհուրդները եւ սկսեր լուրջ բարեփոխումներ իրականացնել։ Դա կարծում եմ, որ ձեռնտու է նաեւ մեզ համար, քանի որ կրկնեմ, մեր ցամաքային ճանապարհը դեպի Եվրոպա ընկած է Թուրքիայով։ Եվ դրանից բացի, ինչքան քաղաքակիրթ լինի Թուրքիան, այդքան լավ է մեզ համար։ Որքան քաղաքակիրթ լինի, որքան դեմոկրատական լինի, որքան շատ հարգեն Թուրքիայում մարդու իրավունքները, միանշանակ շատ ավելի լավ է եւ ձեռնտու է դա մեզ համար։ Դրա համար այս հայտարարությունը չափազանց կարեւոր է։ Մենք գիտենք, որ օրեր առաջ կայակալասներ գտնվում Թուրքիայում, մարտակոսներ գտնվում Թուրքիայում եւ այս ամենը համընկավ նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լեյանի այցին Հայաստան, այնտեղից Հայաստանից եւ Ադրբեջանից նա մեկնեց նաեւ Թուրքիա, այսինքն Թուրքիան շատ կարեւոր դերակատարություն ունի հիմա Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար, այսինքն նախկինում էլ ունեցել, բայց հիմա այս պայմաններում, այս աշխարհակարգում Թուրքիան շատ ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում։ Դրա համար Եվրոպան այդպիսի կոչեր է հնչեցնում Թուրքիայի հասցեին։ Կարծում եմ մեկ խոսքով կարևոր է անդրադառնալ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ Իրանը, արդեն փաստաթուղթ ստորագրեցին հյուսիս-հարավ ծրագրի մասով։ Գիտեք, հյուսիս-հարավը ռուսական պատկերացմամբ դա Հնդկաստանից Իրանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան ծրագիրն է։ Ճիշտ ասած, ես նախկինում մտածում էի, թե սա ինչ որ հակակշիռ է հյուսիս-հարավին, այն հյուսիս-հարավին, որը որ ձգտում է իրականացնել Հայաստանը, հիմա պարզվում է, որ ոչ, քանի որ մեր հյուսիս-հարավը Հնդկաստանով, Իրանով, Հայաստանով գնալու է դեպի Եվրոպա եւ ոչ թե Ռուսաստան։ Իսկ Ադրբեջանով գնացող հյուսիս-հարավը դա Հնդկաստանից Ռուսաստան գնացող ծրագիր է։ Դա էլ շատ կարեւոր է հասկանալ։ Միջազգային կարևոր տեղեկություններից կարծում եմ ուշադրության արժանի է նաև Գերմանիայի որոշումը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը,
որ Գերմանիայի իշխանությունները որոշեցին Չինաստանի դեսպանին կանչել արտգործնախարարություն, որպեսզի նա պարզաբանում տա, թե ինչ վերապատրաստության մասին էր խոսքը ռուս զինվորականների, բարձրաստիճան զինվորականների։ Մի քանի օր առաջ մենք խոսել էինք, հիմա Reuters-ը այս նոր հրապարակվով փաստացի հաստատում է մեր ասածը, որ արդեն հստակ գործողությունները սկսվել են։ Ինչպես Spiegel-ը, այնպես էլ Reuters-ը, հիշեցնեմ, նման փաստաթուղթ էր ստորագրել, որ ռուսական բարձրաստիճան զինվորականները Չինաստանում վերապատրաստում են անցնում։ Ես այդ ժամանակ հստակ նշեցի, որ սա անպայման լուրջ հետևանքներ կունենա, եւ մենք տեսնում ենք, որ արդեն Գերմանիան կանչել է Չինաստանի դեսպանին պարզաբանումներ տալու համար։ Եվ սա դեռ առաջին ծիծեռնակներն են։ Այսօր Ուկրաինան հետաքրքիր հարվածներ է հասցրել մինչև Սանկտ Պետերբուրգ, ավելի հեռու, նավթային տերմինալներ են այնտեղ բռնկել։ Մենք տեսնում ենք շատ տարօրինակ հայտարարություններ Պուտինի կողմից։ Իրոք շատ տարօրինակ հայտարարություններ են։ Պուտինի խոսքերով իրենց հաջողվել է ազատագրել, բնականաբար ճակերտների մեջ ազատագրել LNR-ը, այսպես կոչված LNR-ը, եւ արդեն առաջխաղացում ունեն նաև Դոնեցկի ուղությամբ։ Այդ մասին հայտարարել է Պեսկովը եւ Պուտինը։ Եվ իբր ռուսական զորքերը կարողացել են վերահսկողության տակ վերցնել Կոնստանտինովկան։ Դրանից բացի Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է անվտանգության գոտի ստեղծել Խարկովում եւ Սումիում։ Եվ դրանից բացի Պուտինը ասել է, որ այդ գործողությունները կարևոր են նրա համար, որպեսզի կարողանան խուսափել ուկրաինական հարվածներից, ասում է, որքան շատ նման հարվածներ հասցնի Ուկրաինան Ռուսաստանում, այդքան մենք ավելի շատ տարածքներ ենք վերցնելու եւ ավելի մեծ ենք սարքելու անվտանգության գոտին։ Դրանից բացի Պուտինը հանձնարարել է, որպեսզի շարունակեն massայական հարվածները Ուկրաինային եւ հատկապես այս մի քանի օրերի ընթացքում շատ զոհեր կան Ուկրաինայում, քանի որ դաժանաբար Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայում ամենուր, տարբեր քաղաքներում, տարբեր շրջաններում, վերջին օրերին հատկապես բազմաթիվ զոհեր են գրանցվում ցավոք սրտի։ Հետաքրքիր եւ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Զելենսկին, նա փաստացի հերքեց Պուտինի այն պնդումները, թե իբր Կոնստանտինովկան կարողացել է վերցնել վերահսկողության տակ Ռուսաստանի Դաշնությունը, եւ Զելենսկին ասում է, որ դա հատուկ էր արված Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա արդիվ, որպեսզի այդպիսի ստով հանդես գար Վլադիմիր Պուտինը, իրականում ոչ մի Կոնստանտինովկա Ռուսաստանը չի գրավել, ասում է, եթե այդպես է, ես առաջարկում եմ, որ գանք եւ հանդիպենք հենց Կոնստանտինովկայում, եթե դուք վերահսկում եք այդ քաղաքը։ Եվ սա շատ հետաքրքիր ոճով հերքում է, ասում է, եթե գրավել ես, ուրեմն խնդիր չես ունենա, արի հանդիպենք եւ պայմանավորենք, թե ինչպես ենք ավարտին հասցնում այս պատերազմը, բայց Զելենսկին հստակ նշում է, որ ոչինչ էլ չի գրավել Ռուսաստանի Դաշնությունը այն 3000 քառակուսի կիլոմետր, թե ինչ էր այսօր հայտարարում Պուտինը, իբր կարողացել է գրավել, դա չի համապատասխանում իրականության։ Հակառակը մենք տեսնում ենք հետաքրքիր նոր հաջողություններ ուկրաինական կողմից, այսօր էլ հաղորդագրություն եղավ, որ Ղրիմում կարողացել է Ուկրաինան խոցել MiG-29 ինքնաթիռ։ Դրանից բացի մենք Մալիից ստանում ենք տեղեկություններ, որ Ռուսաստանը բավականին լուրջ խնդիրներ փաստացի ունի։ Ռուսական զինվորական խմբավորումը լուրջ խնդիրներ է ունեցել Մալիում, ինչպես տեղական Telegram-յան ալիքներն են տեղեկացրել, նաև ռուսական Սպուտնիկը Մալիի օդանավակայանի մոտ, Գուա օդանավակայանի մոտ ռուս զինվորականները ընկել են շրջափակման մեջ եւ գերի են հանձնվել։ Հիմա Ռուսաստանը բանակցում է, թե ինչպես կարող է ազատ արձակել գերեվարված զինվորականներին։ Հիմնականում այսքանը, եւ հիմա խոսենք Սահմանադրական դատարանի որոշման մասին։ Եվ արի կարճ ասեմ, երկարացնելու ոչինչ չկա, Սահմանադրական դատարանը մերժեց ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ընդդիմության դիմումը։ Հստակ նշվում է, որ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հիմա չափազանց հետաքրքիր է տեսնել
թե ինչ հայտարարություններ անում, ընդդիմություն կոչվածը եւ ինչ գործողությունների է պատրաստվում դիմել, հատկապես ամառվա այս շոկերին։ Չեմ կարծում, որ որից էլ լուրջ բան իրենք ընդունակեն անել, բայց այնուամենայնիվ սպասենք հայտարարություններին եւ տեսնենք գործողությունները։ Դրանից բացի սպասենք Մարիա Զախարովայի արձագանքին։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։